3 տարի առաջ, երբ ադրբեջանցիները Շուշիի մոտ նոր էին փակել Լաչինի միջանցքը, ռուսական խաղապահ զորախումբը դեկտեմբերի 15-ին Տելեգրամում տարածեց մի զայրացած գրառում։ Այդ գործողությունը բնորոշվեց Ադրբեջանի իշխանության կազմակերպած սադրանք, նշվեց հատկապես ակտիվ էին գորշ գայլերի ժեստով թուրք-ադրբեջանական ճակերտավոր բնապահպանները։ Վիդեոն էլ հենց իրենք էին նկարել, այդ կետից ուրիշը չէր կարող։ Դրանից 10 ամիս անց, երբ Արցախը արդեն հայաթափված էր, Վլադիմիր Պուտինը հայտարարեց 22 հոկտեմբերին Պրահայում Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իսկ մենք ինչ անեինք։ Ֆորումի փորձառու մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովը ունակ էր հարցնելու. «Պարոն նախագահ, բայց եռակողմ հայտարարությունը չէ, որ ուժի մեջ է։ Եթե մենք 1500 կիլոմետրի վրա Կասպից ծովից խփում ենք Ուկրաինային, չենք կարող մեր քթի տակ 5 մետրանոց ճամփան բացել, 120,000 մարդու փրկել սովամահությունից։ Եթե Պրահան այդքան կրիտիկական ձևով իրավիճակ փոխեց, ապա ինչպես այդ Պրահայից 2 ամիս անց մեր խաղաղապահները Իլհամ Ալիևին անվանեցին սադրիչ»։ Ֆյոդոր Լուկյանովը իրոք փորձառու է, դրա համար չհարցրեց։